Ժամանակն է կարել թևերը մարմնին։ Նախ անցկացրեք թելն ասեղի միջով, ինչպես ես արդեն արել եմ։ Այժմ մեր նպատակը նոր պատրաստված թելերը տեղադրելն է մարմնին այնպես, որ դրանք գեղեցիկ հավասարվեն 10 և 11-րդ շարքերի միջև։ Որպեսզի հստակ տեղադրեք, կարող եք ևս մեկ անգամ վերևի շարքից հաշվել։ Հիշեք, որ ամեն օղակաձև շերտ նշանակում է մեկ շարք։ Այսպիսով հաշվում ենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, ինչպես տեսնում եք, այս հատվածը համընկնում է կտուցի ստորին մասին։ Այժմ վերջին քայլը որոշելու համար թևի ճիշտ դիրքը անհրաժեշտ է հաշվել աչքից 3 հատ հեռու, այսինքն մատով անցքերն արանքում զգալով հաշվում ենք 3 անցք աչքից հեռու, այսպիսով 1, 2, 3, և հենց այստեղ էլ պատրաստվում ենք կարել մեր թևիկը։ Հաջորդ քայլի համար կարող եք մի փոքր պտտել աշխատանքը, որպեսզի կարելու գործընթացն ավելի հարմար լինի։ Թևիկը մարմնին կարելու համար հետևելու ենք նույն եղանակին, ինչով կարել ենք կտուցը։ Դե դուք արդեն տիրապետում եք այդ տեխնիկային։ Սկսենք։ Ասեղը անցկացնելով այն անցքից, որի մեջ ցանկանում ենք հավասարեցնել թևիկները մարմնին։ Այնուհետև հանեք ասեղը մեկ հատ կողքից ըստ թևի եզրագծի ձևի։ Յուրաքանչյուր անգամ, երբ թելն անցկացնում եք, մի փոքր ձգեք, որպեսզի թևիկը ամուր նստի մարմնի վրա, և մեր կարված թելերը չերևան։ Քանի որ մենք արդեն թևը հելունով միացնելու ձևը գիտենք, և քանի որ նախորդ վիդեոյում մենք անթել սյուներով միացրել ենք մեր թևի ծայրը, այժմ շատ ավելի հեշտ է կարելը և կարում ենք բռնելով յուրաքանչյուր V թևի վրայից անցկացնելով մարմնի անցքերի մեջ։ Այսպես մտնում ենք երկրորդ V-ի տակ ասեղով, քաշում թելը, մտնում այն անցքի մեջ, որից որ դուրս է եկել մեր թելը, դուրս է գալիս ասեղը կողքի անցքի միջով։ Կրկնեք այս քայլերը յուրաքանչյուր անգամ մեկ հատ անելով, շարունակելով ասեղը մտցնել ներս և նույն հատվածից դուրս գալ։ Չմոռանաք թեթև ձգել յուրաքանչյուր կարից հետո։ Վերջում թևիկը վերջնականապես ամրացնելու համար ասեղը կրկին անցկացնում ենք հենց այն անցքի մեջ, որտեղից դուրս էր եկել նախորդ անգամ, ապա ամբողջությամբ ասեղն անցկացնում ենք մարմնի միջով, մինչ այն դուրս գա հակառակ կողմից, ինչպես արեցինք կտուցի դեպքում։ Այժմ վերցրեք մկրատը և կտրեք թելի ծայրը, որքան հնարավոր է մարմնի մակերեսին մոտ։ Եթե թելի ծայրը դեռ երևում է, պարզապես նրբորեն սեղմեք կտորը, որպեսզի այն կորչի մեր լցոնման նյութի մեջ։ Եվ ահա թևիկի կարելու գործընթացը ավարտված է։ Այժմ ժամանակն է նույն ամբողջ գործընթացը կրկնել, ստեղծելով երկրորդ թևիկը և այն նույնպես կարել փափուկ խաղալիքի հակառակ կողմում։